Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ այն մեր հարգարժան ունկնդիրներին, որոնք նոր են սկսել հետևել One Talk մեր YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ ոգևորել մեզ, որպեսզի մենք ավելի ոգևորիչ, ավելի ոգևորված եւ ավելի հետաքրքիր աշխատենք ձեզ համար։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր զրուցակիցն է Ազատ Արշակյանը։ Անկաշկանդ, բարև ձեզ, պարոն Արշակյան, անկաշկանդ զրույց հաղորդաշարի զրուցակիցն է Ազատ Արշակյան։ Ազատ, անկաշկանդ, տեսնում եք ինչքան անկաշկանդ, այսպես ասած, մտորում ենք ստեղծում։ Այո, վստահ եղեք։ Ճիշտ ժամին։ Վստահ եղեք, որ ճիշտ տեղում եք։ Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանի գործերը կարծես թե լավ չեն։ Ինչ իմաստով, որ հերթական անգամ ընդդիմադիր որոշակի շրջանակներ փորձում են բարձրացնել իմպիչմենտի հարց, բայց կարծես թե այս առումով միասնականություն չկա, միակարծություն չկա։ Ամեն դեպքում երկրի վիճակն էլ ըստ իս եւ ըստ շատ այսպես կողմերից եկող որոշակի անգամ վիճակագրական տեսակետների բոլորովին էլ լավ չէ, գների թանկացում, սոցիալական այս խնդիրների ավելի սրացումներ եւ այլն եւ կարծես թե դա խոսում է նրա մասին, որ ամեն դեպքում ներքին ընդդիմախոսության հիմքը եւ հենքը ավելի է շատացել։ Ինչ կասեք սրա մասին, իմպիչմենտի ճանապարհը ռեալ ճանապարհ է արդյոք ընդդիմության համար Փաշինյանին հեռացնելու առումով, թե Փաշինյանի դիրքերը դեռ ամուր են։ Ընդունենք, որ Փաշինյանի դիրքերը ամուր չեն, որպես տարբերակ ընդունենք, մի տարբերակ է, որ ամուր չեն, բայց իշխանափոխության համար անհրաժեշտ է, որ հավակնորդ լինի։ Հենց այնպես մենք չենք կարող հեռացնել Հայաստանում իշխանությունը, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է հեռացնել։ Հեռացրեցինք ում ենք հանձնում։ Մենք դրա մասին միշտ մտածում ենք։ Իսկ նրանք, ովքեր որ հիմա հեռացման մասին հայտարարում են, իրենք որևէ ընդունելի հասարակության համար ընդունելի ծրագիր չեն կարող առաջարկել, որովհետև դրանք 3 առաջ օրվա իշխանություններն են։ Նրանք 3 առաջ օրը պարտվել են։ Իրենց ծրագիրը ձախողվել է, իրենք որպես քաղաքական ուժ ձախողվել են։ Ոչ ծրագիրն է փոխվել, ոչ էլ անձնակազմն է փոխվել։ Դա ես կարծում եմ, որ ամենագլխավոր ռեսուրսն է Նիկոլ Փաշինյանի, որ փոխարինող անձնակազմ եւ փոխանինող ծրագիր ու գաղափար չկա։ Այ հեղափոխությանը այլընտրանք որևէ գաղափար չկա։ Բարեփոխումներին այլընտրանք որևէ այլ ծրագիր չկա։ Այս խաղաղությանը այլընտրանք այլ ծրագիր չկա։ Կամ նույնիսկ դրանց կատարման, իրագործման այլ տարբերակ, այլ անձնակազմով չկա։ Ու դրա համար Նիկոլ Փաշինյանը չի անհանգստանում այդ իմպիչմենտից, անվստահության ակցիայից չի անհանգստանում ցավոք սրտի։ Եթե անհանգստանար, ավելի լավ կլիներ մեր երկրի համար։ Անհանգստությունը սթափեցնում է, աշխատանքի որակը բարձրացնում է։ Հիմա ցածր որակով անարդյունավետ աշխատանք կա, կառավարման անարդյունավետ համակարգը, ես կարող եմ ասել, արդեն լճացումը շարունակվելու է, որովհետև այ սպառնալիքը իշխանությունից զրկելու իշխանավորների առաջ կանգնած չի։ Իրենք գիտեն ով է մարտահրավերի հեղինակը, գիտեն, դրան մի անգամ իրենք լավ հաղթել են, լավ են հաղթել։ Գիտեն, մի անգամ էլ կհաղթեն, 10 անգամ կհաղթեն դրանց, արդեն գիտեն, նրանց դերերը բաշխված են, իրենք գիտեն, իրենք հաղթողն են, նրանք պարտվողն են, պարտվողները նույնպես գիտեն, որովհետև հակառակ դեպքում նրանք ծրագրեր կբերեին եւ իրենց մեջ անձնակազմը կփոխեին, մեթոդները կփոխեին։ Եվ մի վատ բան էլ կա, շատ վատ բան,
որ Հայաստանում ընդունված չի տեղից ինքնաբուխ իշխանություն ձևավորել անպայման պետք է Հռոմը կամ Տիզբոնը իրենց թեկնածուն առաջարկեն։ Դա մեր փոքրությունից է գուցե գալիս, մեր ռեսուրսների եւ նաեւ եթե կհամաձայնվեք մեր անմիաբանությունից։ Այ զրույցից առաջ մենք ձեզ հետ շատ մտերմաբար, որպես հին ընկերներ, հին բարեկամներ խոսում ենք Ռուսաստանում արկա այսպես անմիաբանական, չէ, երևույթների, որոնք նրանց համար խնդիր կարող են հանդիսանալ, բայց իմ կարծիքով մեր հասարակությունն էլ, մեր երկիրն էլ, մեր ազգն էլ բազմապարակտ է, Սիլվա Կապուտիկյանն է ժամանակին ասում այդ արտահայտությունը, բազմապարակտված իմ ժողովուրդը։ Այսինքն չեք գտնում, որ այս բազմապարակտվածությունն է պատճառը, որ այստեղ քաղաքական դաշտում տեղի չեն ունենում եւ երկրի պետական կյանքում տեղի չեն ունենում լուրջ արմատական փոփոխություններ։ Փոփոխությունների համար ես համաձայն եմ, որ մենք չենք կարողանում լուրջ արմատական փոփոխություններ կատարել դեպի լավը։ Այսինքն լճացումների, կորուստների այդ ընթացքից դուրս գալու խնդիրը ունենք։ Ինչ պատճառներ կան։ Ես ճիշտ չգիտեմ, ձեր հյուրերից երևի, ձեր ընկերներից երևի այդ իմաստով բացառիկ եմ։ Ես կարծում եմ, որ լավ է, որ պառակտված ենք տարբեր ծրագրերով ենք մենք հանդես գալի, դրանցից մեկը ճիշտ կլինի ու ընդհանրապես մենք ազատ ժողովուրդ ենք։ Այդ է պատճառը, հենց որ մենք համերաշխվում ենք, համերաշխության գլխին կանգնում է անպայման բռնապետը, բռնացողը, մյուս կարծիքները փակողը։ Այդ բազմակարծությունը ես կարծում եմ, որ բարեմասնություն է եւ մեր ժողովրդի առավելությունն է, որ մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներով մեր կյանքը բարելավել։ Այս այդպես եմ ասում, ֆեոդալական մասնատվածությունը փրկությունն էր։ Հնարավոր բոլոր տարբերակներով մենք ունեինք իշխան։ Իշխան կար, որ մեզ հետ համաձայն չէր, բայց այդ տարբերակը հնարավոր է, որ աշխատեր։ Այնպես չէր, որ որևէ մեկը գիտի ճիշտը որն է, այդ դա է կարևորը, որն է ճիշտը։ Բոլորը մեծամտության մասին հանում ենք, չէ՞, մեծամտությունը։ Իհարկե։ Մենք ասում ենք ինչքան հայ, այդքան թագավոր, չէ՞, ինչքան հայ, այդքան կուսակցություն եւ այլն։ Հա, բայց դա լավ է։ Լավ է, մենք բոլորս փնտրում ենք, մենք այս ասենք կամազուրկ չենք եւ տեղյակ ժողովուրդ ենք։ Մենք пассив չենք, տարվող չենք։ Մենք ինքներս լիդեր ենք, ուզում ենք, այսինքն չենք ամեն ինչ, մեզ հենց այնպես չի կարելի տանել որևէ տեղ։ Մեզ հենց այնպես որևէ միամիտ մարդ, միամիտ չենք ասեմ, պրծնենք, հա, միամիտ, նաեւ տերմինն է հարմար, չէ՞, բազմամիտ։ Դրական իմաստ դնենք դրա մեջ միամիտը եւ բազմամիտը, միամիտը դա բռնապետության պայմանն է, այո։ Իսկ բազմամիտը, այդպես ասենք, բազմաթիվ կարծիք ունենալ, բայց այստեղ օբյեկտիվ պայմաններն են շատ բարդ։ Ինչի մենք դուրս չենք գալիս, կամ ընդհանրապես դուրս եկել ենք, թե չէ ճգնաժամից։ Ես կարծում եմ, որ մենք բացառիկ ենք, կարելի ասել հրյաներ, վրացիներ, հայեր, հիմա ալբանացիները միացան մեզ, հին ժողովուրդներից, ցեք ղպտիները, ասորիները չունեն պետություն։ Հույներին, հռոմեացիներին առանձնացնում են, դրանք առանձին երևույթ են, բայց հին այս տարածաշրջանի հին ժողովուրդներից մենակ մենք ունենք պետություն, չկան, այն մյուսները չկան, արդեն 1400 տարի է, պարսկական իմպերիայում պարսիկ ղեկավար չկա, էլիտան կամ արաբական է, կամ թուրքական է, նույնիսկ պարսիկները, որ իմպերիա են ունեցել, Հռոմի մրցակիցն են եղել, նրանք չունեն, արաբները գրավեցին ու վերջացավ։ Ես նույնիսկ ասենք իրենց արժեքային համակարգը հիմա։ Մենք այդ իմաստով, եթե խնդիրը դնում ենք որպես իմպերիա, որ մենք իմպերիա չունենք, այսօր հայ ժողովուրդը իմպերիա չունի, այդ դեպքում այո, չենք կայացել, բայց քանի որ մենք կանք, այդ բոլոր փոթորիկների միջով անցել ենք, նավաբեկություններ են եղել, ամեն ինչ եղել է, ու մենք հիմա կանք, հիշում ենք մեր անցյալը, հայտ ենք ներկայացնում, ժառանգության տերն ենք,
ուղղակի հրաշք է։ Ես կարծում եմ, որ այ խնդիրը մեր առաջ ինչպիսի խնդիր կա, ունենալ իմպերիա, ունենալ ագրեսիվ պետություն, զավթող պետություն, ճնշող, չգիտեմ, թե ուղղակի հայապահպանություն, այսինքն մենք ինքներս պետք է գնահատենք, ինչ ունենք, մենք ով ենք, այ մեր լեզուն, մեր մշակույթը, մեր երաժշտությունը, մեր ճարտարապետությունը, մեր Գրիգոր Նարեկացիներսը շնորհալին, այսինքն դրանք արժեք են թե չէ, Եղիշե Չարենցը արժեք է թե չէ, Արամ Խաչատրյանը, Կոմիտասը արժեք, այ դա պահպանելը եւ եթե ավելացնենք ու ավելի լավ տեսեք մենք հենց հիմա ինչեր ունենք, օրինակ ռուսական իմպերիայում երաժշտության բնագավառում ինչ Արամ Խաչատրյան, Բաբաջանյան, Թարիվերդի, Տուխմանով ես էլի հավեմ թողել, տեսնում եք ինչ դրանք բոլորը հայ են, մեր մշակույթն է դա։ Այ եթե ես կասեի որպես շատ գովեցի մեզ Չէ գովում, ճիշտ է։ Կարող եք որպես քննադատող ասեմ, որ մենք տեր չենք կանգնում մեր արժեքներին։ Համաձայն եմ ձեզ հետ։ Այ եթե Շարլ Ազնավուրը, Ալան Հովանեսը Ամերիկայում պատկերացնում եք ինչ։ Եվ գուցե հիմա այդ շրջանն է, որ մենք կանգնած ենք այդ վտանգի առաջ, եթե կհամաձայնվեք, իհարկե, որ մշակույթը, ավանդական արժեքները, հոգևոր արժեքները լրջորեն վտանգված են, բայց եկեք ձեզ հետ միասին որպես հին ընկերներ լինենք լավատես, որ մենք կպահպանենք, այո, եւ ձեզ հետ համաձայն եմ, մենք ագրեսիվ չենք լինի, զապթողական չենք եղել չենք լինի, դա մենք անցել ենք, արել ենք մեր մեջ ասենք, մի քիչ Տիգրան մեծը իրան խելոք չի պահել, հա, որպես գաղտնիք ասենք, որ մենք Արշակունիները, Արտաշեսյան, որ հարևան պետությունները է եղել ինչ որ վիճակներով ժամանակի հետ կապված չէ, մի քիչ մենք էլի sense անց բանան ենք, աչքով տալով արդարացնենք իրենց։ Այո, որպես վետերան, մենք այդ դպրոցներ ենք անցել, երբ որ մեծապետական արժեքներ ենք ունեցել։ Այո, երբ որ այլ տարբերակ չի եղել գոյատևելու, քան ծավալվել է, այսպես ասած, չէ՞։ Այն ժամանակ նորաձևության մասին հիմա մոդա է խոսելը, նորաձևությունը պետական, դա էր զավթելը։ Մենք զավթել ենք, պետք է եղել կռվել ենք, պետք է եղել հաղթել ենք։ Հա, թե չէ մեզ կզավթեին։ Հա, դա էր մրցակցության մեջ։ Այ հիմա մրցակցության այդ տերմինն էլ օգտագործենք։ Մրցակցությունը եւ հետաքրիր մեր տագնապները բարբերաբար մենք մեր ծրագրերը եւ գլոբալ համաշխարհային ծրագրերը համընկնում են։ Տեսեք քրիստոնեությունը ընդունելուց հետո թվում է թե դա աղանդավորություն է։ Այն ժամանակվա մերձավոր արևելքում դա աղանդավորություն էր։ Քրիստոնեությունը իրանից ինչ էր ներկայացնում, որ հայկական պետությունը պետականորեն ասենք Սասանյանների համար, Պարսիկների համար կամ հենց ռոմեացիների համար մենք այդ ինչ որ անհայտ աղանդի կողմնակից էինք եւ դարձանք աղանդակիր, բայց հետո տեսնում եք ինչ դարձավ քրիստոնեությունը, ինչ ճիշտ ժամանակին մենք դա հարեցինք։ Հիմա տեսեք դուք ասում եք որ մենք անհանգստացած ենք ավանդական հարաբերությունների խարխլման բանկա շարժ կա։ Ես կարծում եմ, որ տեսեք անմիջապես պատասխանը գալիս է Եվրոպայում հիմա։ Գիտեք ովքեր են իշխանության գալիս։ Մեղմ ազգայնականները, եւս մի, այսինքն պահպանողականները, ուրեմն դա միայն մեր հիվանդությունը չէր։ Միայն մենք չէինք անհանգստացած, որ մեր մոտ սովակաբերությունը պակասել է ընտանեկան հարաբերությունների, մեր իմացած հարաբերությունները։ Ամերիկային էլ ավելացնենք, այո, Ամերիկան նույնիսկ իր սովորության համաձայն իր թափով մեծ փեղը մտել է խոհանոց ճաշասենյակ։ Այնպես որ տեսեք համընկավ։ Այո, մեր տագնապը, այո։ Այսինքն մենք ճիշտ ժամանակին անհանգստացանք։ Եվ ծնվում է մի նոր թես ձեզ հետ հարաբերվելու արդյունքում, պարոն Արշակյան, եւ թույլ տվեք անցնենք հաջորդ հարցին։ Այսօր մի քիչ սադրիչ հարց եմ ձեզ տալու, էլի, դե ընկերը չկարող է, չէ՞, սադրել, նաև հետաքրքիր վիճակներ ստեղծելու համար։ Այ շատ են խոսում, որ ով բերեց Փաշինյանին իշխանության գլուխ, ես էլ ունեմ իմ վարկածները, դրսի ուժեր եւ այլն, դեռ շատ բան երևի թե ժամանակի ընթացքում կպարզվի,
Դե ասենք բոլոր դեպքերում հաշվի առնենք, որ ով բերեց, ասենք Ռոբերտին, ասենք սկսեց Ռոբերտ Քոչարյանին, ասենք բերեց Լևոնը, հետո Սերժ Սարգսյանին ով բերեց, ասենք բերեց Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, ծնեց Սերժ Սարգսյան։ Հիմա արդյոք պետք է մեզ այսօր կանգնել, եթե Նիկոլ ընդհանուր վերցնենք, ես մի քիչ իմ վիճակով թեև անկաշկան զրույց եմ վարում, բայց որոշակի իմաստով ինքս ինձ եմ միտում նա որ կաշկանդում չեմ ուզում շատ տենդենցիոս կարծիքներ արտահայտել հնարավորությունը տալով իմ զրուցակցին, տվյալ դեպքում ձեզ, որ արդյոք այսօր պետք է քննարկել այս թեզը, այստեղ էլ է մի ծանր հիվանդության ինչ-որ ակունք դուրս գալիս, ով բերեց Փաշինյանին, թե պարզապես վերցնենք, եթե մենք ձեզ հետ միասին, ասենք օրինակ, դեմ ենք Փաշինյանին, այդ թվարկած որոշակի գործոնների համար, դուք էլ մի քանի գործոն թվարկեցիք, անարդյունավետ կառավարում եւ այլ, պարզապես մտածենք ինչ այլընտրանքներ առաջարկենք մեր հասարակությանը, որ մեր հասարակությունը հեռանա Փաշինյանից եւ ասենք ձայնը տա Ազատ Արշակյան, Մանուկ Ստեփանյան դաշինքին։ Տեսեք ինչ վտանգավոր բան ասեցի։ Եթե մենք ամբիցիաներ չունենանք, լուրջ բանով ենք զբաղված, իզուր տեղը եթերը չենք զբաղեցնի։ Անընդհատ պետք է այդպես լինի, այդ թեզը դա է կարևորության գիտակցությունը։ Այ մենք կարևորությունը կորցրեցինք, այդ կարևորության զգացումը անկախությունից հետո շանս այդ առիթը ներկայացավ որևէ բան անելու համար։ Հայ ժողովուրդը շանս ուներ, այ հարմար առիթ էր առաքելություն ունենալու։ Այ ինչ գործառույթ բառը ասեմ, հա։ Տեսեք, գործառույթի խնդիրը մենք բաց թողեցինք, ժամանակին բաց թողեցինք, դա չձևավորեցինք։ Եվ ես ասեմ, որ նույնիսկ մեղքի զգացումով, որպես տարեց ասեմ, սովետական միության ժամանակ էլ մենք չմշած այդ թղթապանակը սահմանադրության օրենքների, գաղափարների թղթապանակը, չկասենք Չարենցը մեր համար չգրեց գաղափարը, գիրք ճանապարհին։ Այո։ Դա մեզ համար չդարձավ ծրագիր։ Ուրեմն այս գենոցիդից հետո ես կարող եմ արդարացնել ինչի այդպես տալիս, միսակ գոյատևման, ապրելու խնդիր ունենք, մենք որ ապրենք, գոնե ապրենք, երեխաներ ունենանք, պահպանենք, ինչ որ մնացել է, մատենադարանը պահպանենք, կառուցենք, պահպանենք մատենադարանը, դա արդեն ժառանգությունը պահպանելու խնդիր ունենք, իսկ առաքելության խնդիր, գործառույթի ֆունկցիայի խնդիր մեր առաջ դրված չէր։ Ինչ ֆունկցիա է կատարելու հայկական պետությունը աշխարհի համար։ Մեր համար նախ եւ առաջ։ Մեր պետությունը ինչի համար է։ Հայապահպանության համար է։ Իսկ հայապահպանությունը ինչի համար է։ Հայը ինչ գործառույթ ունի։ Բան ունի անելու, թե սպառելու է անվտանգություն, սպառելու է ջուր, բնության բարիքներ է սպառելու։ Ուրիշի մշակույթն է սպառելու, ինչ է անելու, այդ ողջամիտ բան եք ասում, պարոն Արշակյան, եւ կներեք, ձեր ողջամտությունը գալիս է եւ այստեղ բոլորովին կապ չունի, դուք ինչ քաղաքական, արտաքին քաղաքական, այսպես համակրանք կամ այսպես հակակրանքներ եւ նախապատվություններ ունեք։ Երևի թե քաղաքական դաշտը պիտի այս ամենով իմ կարծիքով ապրի, մեր զրույցը տարանք դեպի ավելի արժեքաբանական դաշտ, որպիսի, այո, իմաստը, որպիսի այսպիսի բաների հետևից չընկնի, որպիսի մի ցավալի միջադեպը, որ այսօր մեզնում տեղի է ունենում, իհարկե դատապարտելի է նոր-նորքի այդ խայտարակ միջադեպը, կամ Փաշինյանի ով բերեց այդ բանը, թեզը, չէ, դա չլինի, այսպես ասած, ապրել մեռնելու խնդիր, էլի ապրել չապրելու խնդիր, այլ խնդիրը լինի, թե ինչպիսի արժեքային համակարգով պիտի ապրի, զարգանա մեր երկիրը եւ մեր ազգը, չէ՞։ Այո։ Ես կրծեր ընկերոջ իրավունքով թույլ տվեցի։ Լրացրեցիք, դուք ուղղակի ես եմ շնորհակալ։ Տեսեք, քանի որ դա փոքրամասնության գործն է, ինչ որ ես ասում եմ, դա փոքրամասնության գործն է։ Էլիտայի։ Այո, էլիտայի։ Դա չձևավորվեց։ Համաձայն եմ ձեզ։ Պատկերացրեք, որ հիմա մի քիչ իջացնեմ, դա մեր բուրժուաները
մեծահարուստները օրինակելի չեն որպես քաղաքացի, որպես գործարար նույնպես օրինակելի չեն։ Էլի ինձ թույլ տվեցի մի քիչ ավելի կանխակալ լինել։ Ձեզ հետ չի ստացվում, էլի շատ այսպես օբյեկտիվ լինել։ Ես չեմ ուզում իմ թորները նմանվեն այսօրվա գործարարներից մի քանիսին, էլի ազդեցիկները։ Այո, համաձայն եմ ձեզ։ Նրանց նկարագիրը բացասական է։ Նրանք հակահերոս են։ Հարկատուն այսօրվա հակահերոսն է։ Դա շորթող է։ Իր արժեքային համակարգը ընդհանրապես շորթողը զորբան, չէ, պնդաճակատը, պնդերեսը, ըստ Մարքսի, դա ընդհանրապես հավելյալ արժեքը յուրացնողն է։ Այո։ Նա տարել է մեր բաժինն է տարել։ Պրոտեկցիոնիստն է, կոռուպցիոնիստն է, իշխանության հետ սերտաճածն է։ Ըստ ցուցակի, այդպես ասած գրենք ըստ ցուցակի։ Ուրեմն բացի դրանից մտածում ես դե կապիտալիզմը անհոգի բան է, ուրեմն կապիտալիստին հատուկ է, բայց Բիլ Գեյթսը իր ունեցվածքը նվիրում է հումանիտար ծրագրը, ֆիլանտրոպ։ Այ ֆիլանտրոպ բառը օգտագործենք, այսինքն գրփելով, հափշտակելով կուտակվածը, հետո ինքը նվիրում է մարդասիրական որևէ ծրագրի։ Մեր մոտ այդպես չի։ Մեր մոտ բուրժուազիան, մեր գործարարները, ունևորները չեն պատվիրում բարձր մշակույթ, չեն պատվիրում բարձր քաղաքական վարքագիծ։ Դե այն էլ արդար չի, բայց գոնե նվիրում է, ես մի քիչ որպես ձախական ավելի կարող եմ ասել, բայց գոնե նվիրում է։ Այ ինքն իրեն արդարացում է, ինդուլգենցիա։ Այո, ինդուլգենցիա, այ որ նրանք իմիջիալոց սնահավատ են նաև։ Ասում են, որ տանենք այդ թուղթը բարեգործության, իդեպ հիմնականում անում են գաղտնի։ Գաղտնի անում են, այ մարդասիրությունը չկա գործարարների մեջ։ Դա այնքան ցածր մակարդակ ունի, որ չի կարելի մեր մոտ, այ մենք մեր երեխաներին դաստիարակելուց ասում ենք, այսպես չանես։ Այդպես չի կարելի։ Այո։ Բայց ինչ անես։ Ես հիմա ունեմ մի քանի օրինակ կան, չէ, մեր ֆիզիկոս եւ քիմիկոս ունենք Հովանեսյանը եւ Օգանովը։ Օգանովը քիմիկոսն է մեր։ Հովանեսյանը ֆիզիկոսը։ Այսինքն տեսեք կա շատ բարձր մակարդակի կամ Աճեմյանը Նոբելյան մրցանակակիր։ Գիտեք ժամանակին Տիգրան Պետրոսյանն էր ասում ենք կարելի է մենակ դուրս գալ եւ հաղթել, այ մտավոր աշխատանքով հաղթել։ Մեր գեղեցիկ մարմնամարզություններից Ալբերտ Ազարյանն էր, ասենք, հրաշեցեք ինչա, մենք ինչ տղա ենք, պարապենք, մենք էլ կդառնանք։ Այդ նմուշները կային, Վիկտոր Համբարձումյանը կար, Արամ Խաչատրյանը, չէ։ Հիմա մենք մեր հերոսը նրանք չեն։ Ես ասեմ նույնիսկ վտանգավոր բան է տեղ ունեցել։ Մեր երկրի ղեկավարը, որ օրինակելի վարքագիծ պետք է ունենա, ինքը պետք է օրինակներ բերի։ Նիկոլ Փաշինյանն ասում է Դոն Կիխոտը մեր հերոսը չի։ Մեր հերոսը Սանչո Պանսոն։ Պան, ոնց է Սանչոյի անունը։ Սանչո Պանսո, այո։ Սանչոն է մեր հերոսը։ Սանչո Պանսո, այո։ Այո, մեր հերոսը հերոս չի։ Շատ վատ։ Եթե ինքը ասում է որ բաց թող, դուրս թողեք այդ իդեալ, իջեք երկիր։ Դոն Կիխոտին իջացրեց ձիուց, ասեց։ Էլի շատ հետաքրքիր ու վտանգավոր տեղ են գալիս։ Այդ իդեալները կործանելու, արժեքները արժեքազրկելու իրականություն մենք ունենք ցավոք սրտի, եթե կհամաձայնվենք։ Գերխնդիրը վախենանք, չէ՞, պետք է կռվենք իդեալների համար, բայց եթե վտանգված ենք, դա չի նշանակում, որ մենք հիմա դա անում ենք։ Այո, մենք հիմա դա անում ենք։ Այո, գերխնդիր պետք է լինի մեր առաջ։ Հնարավոր ավելին քան թե կա։ Այո։ Քչով, եղածով չենք բավարարվում։ Այդ դա է բերում հաղթանակներ, հաջողություններ։ Ես հիմա չեմ ուզում խոսել ռաբիզի մասին, բան է, լեզվի մասին, պետական գործիչների մշակույթի մասին չեմ ուզում խոսել, որովհետև դուք հիմա նոր հիշեցիք նորքի զանգվածի թաղապետի վարքագիծը, թաղապետարանի պատկերացում իշխանավորները չգիտեն, որ կանխավարկած կա սադրանքի
ովքեր որ իշխանությունում չեն, նրանք սադրելու իրավունք ունեն, ովքեր որ իշխանությունում են, կանխավարկածը կա անվստահության, այո, չվստահելու, իշխանին չվստահելու, իշխանին կասկածելու, հենց մանդատը ստացավ, ինքը կասկածյալ է։ Դրա համար ասում ենք հաշվետվություն, տուր, վերահսկողություն, հսկողություն, ռոտացիա, իշխանափոխություն, այսինքն չորրորդ իշխանությունը, մտավորականների կարծիքը, ցանկացած իշխանավոր, հենց որ նշանակվեց կամ ընտրվեց, ինքը պետք է իմանա, որ այսուհետև ինքը կասկածյալ է։ Ինքը կարող է չարաշահել։ Ես դրա անունը դնում եմ չարաշահման կանխավարկած։ Իշխանավորը ով ուզում է լինի։ Ուզում եք մենք սկսենք Ադամից ու Եվայից, Կայենից ու Աբելից։ Մենք հակված ենք չարաշահելու։ Մարդն այդպիսին է։ Իշխանությունը ինչն է չարաշահում ռեսուրսները։ Ուրեմն դրա համար մենք նրա վրա հսկողություն ենք դնում, օրենքով սահմանված կարգով, հասկանալի է։ Տեսեք, մեր մոտ հաշվետվություն չկա։ Գյումրիում ինչի հեղափոխությունը պարտվեց։ Հակահեղափոխությունը ուժեղ էր դրա համար։ Գյումրեցիները լավ չեն ուզում ապրել, կոռուպցիա են ուզում որ լինի, մարդասպանություն լինի, ինչի ընտրեցին։ Դա բողոքի ակցիա էր, մերժեցին, հիասթափված են, տեսնում եք, հիասթափության ակցիա տեղի ունեցավ, նախազգուշական։ Մենք նաև խոսեցինք առողջապահության մասին խցիկներից դուրս, որ կեղծ հիվանդություններ են լինում եւ իսկական հիվանդ պատվաստում մենք ընդունենք ցավով, որ դա ընդամենը պատվաստում էր Հայաստանում ժողովրդավարությունը, արդարադատությունը վտանգված է, այ դրա պետք է լինի։ Տեսեք, այ առաքելության ով բերեց Նիկոլ Փաշինյանին, չէ՞։ Նիկոլ Փաշինյանին բերեց գաղափարի, իդեալների, գործառույթի բացակայությունը, խոպաներ։ Կարող ենք մենք ասել, որ ընդհանրապես իհարկե բերեցին, մենք չենք հայ ժողովուրդը։ Դարձյալ գալիս ենք այն բանի, որ մենք այդքան մեծ ռեսուրսներ աշխարհում են, նույնիսկ տեսեք Ուկրաինայում են բերում, ուր մնաց Հայաստանում, չէ՞։ Մի քիչ ցավալի բան է։ Բերողը չի թաքցնում, որ ինքն է բերողը։ Դա նույնիսկ իր համար կարևոր է, իր ժողովրդի առաջ ինքը հաշվետու է, ասում է, ես դրածոներ ունեմ այստեղ, այնտեղ։ Այսինքն կուդա ջենուցը։ Դա նրանք բարբերաբար դա մեզ ասում են, ոչ թե մեր համար։ Այո, մեզ էլ է դա վերաբերում, որպեսզի մենք մեր տեղը իմանանք, հանկարծ հավասար չզգանք իրենց հետ մեզ։ Մենք իմանանք, որ մենք առաջի կարգ չենք, երկրորդ կարգի ենք, մենք ընդհանրապես տեղաբնիկներն ենք, իսկ ինքը իր ժողովրդի առաջ հաշվետվություն, որպես ասում է, ես եմ այդ ժողովրդին պարտադրում մեր ճաշակը, մեր կադրերը։ Հայաստանում այլ ձևով արդեն քանի դար է, նույնիսկ գուբերնատոր, նույնիսկ խան հայ ժողովուրդը չէր ընտրում, խանին նշանակում էին, գուբերնատորին նշանակում էին, նախագահներին, վարչապետներին նշանակում են, բերող կա։ Մենք կարող ենք ընդունել կամ չընդունել բերողին, մենք կարող ենք ուղղակի պայմաններ դնել նշանակողի առաջ, մենք կարող ենք դրածոյի առաջ պայմաններ դնել։ Արդյունավետ կառավարման, այսինքն մենք էլ պետք է դառնանք գործոն, վերադառնանք, իսկ գործոն է դառնում գիտակից քաղաքացի, գործոն եւ գործառույթ, GG, երկու G, գործոն եւ գործառույթ։ Ուրեմն մենք գործոն չդարձանք, այդ դա բերեց կառավարման այս համակարգը։ Ասենք Երևան քաղաքի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում եւ իրար փոխարինող ոչ պրոֆեսիոնալ, ոչ արհեստավարժ քաղաքապետները դարձրեցին որպես բնակավայր անհաջող բնակավայր Երևան քաղաքը այսօր։ Ես 40 րոպե այսօր կանգնել եմ։
Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Պողոտայում։ Իմիջալուց անունների վրա նույնիսկ Էջմիածին բառը ամեն օր որ մեր հոգևորականները գնում գալիս են, վեհապարը գնում գալիս է, պետք է պոկեն այդ ցուցանակները Սուրբ Էջմիածին։ Չկա Էջմիածին, կա Սուրբ Էջմիածին, կա Սուրբ Մեսրոպ Մաշտոց։ Չի կարող լինել Մեսրոպ Մաշտոց, պետք է լինի Սուրբ Մեսրոպ Մաշտոց, որտեղ Սուրբ է, որտեղ Սուրբ Էջմիածին է։ Տեսեք, ինչեր ենք մենք բաց թողել։ Դրանք խորհրդանշական բաներ ես հիշեցի։ Այդպիսի բաներ, այսինքն գործառույթ եւ գործոն։ Մենք 35 տարի բաց թողեցինք այդ երկու կարևոր բանը։ Մեր գործառույթը մենք չձևավորեցինք եւ չդարձանք գործոն։ Այո, եւ այն հասարակությունը դարձյալ ձեր այս դատողություններից ընկերաբար ինձ թույլ տամ հայցելով ձեր ներողամտությունը բացարձակաբար չճնշելով ձեր այսպես ասած թագավորելով ձեր ասածները, որ չդարձած չկայացած հանրությունը չի կարող լայն իմաստով կառուցել, կերտել արդյունավետ զարգացող ու զարգացած պետություն։ Կենսունակ, բրավո։ Կենսունակ պետություն, դրա համար էլ մեր բոլոր ձախողումները եկան նրանից, այսինքն մեր այս չձևավորվածությունը բերեցին հերթական ձախողումները։ Եվ այս 7 տարին դրա վառ վկայությունն է։ Նախորդ զրուցակիցներից մեկը հենց որպես իրավաբան մատնանշում էր, որ իրավական համակարգում ինչ ասեց չարվեց, մի քանի բաներ ասեցին չարվեցին, դա իրավական համակարգ եւ ընդհանրապես բոլոր եւ այս խոպան վիճակը ոմանց ասած, միգուցե դրանց այդ ամեն ինչի հետևանքն է։ Այդ չձևավորվածության, չկայացածության, բարեփոխումները այսպես ասած սխալ տեղից սկսելու եւ դրանով հանդերձ շատ ավելի վատ վիճակի բերելու, քան եղածն է։ Օրինակի համար տնտեսական բարեփոխումները, որ այսօր մեր ժողովուրդը ասում են բարեփոխում, այսքան արվում է, եւ ըստ ոմանց էլի տեսակետի փոխանցումով եմ ես ասում, մարդիկ չեն զգում, դրա մասին են հիմա շատ խոսում եւ մի տեսակ այսպես ապատիկ վիճակ է, էլի այսպես ոչ Ինչևէ, պարոն Արշակյան, դարձյալ ձեր միտքը այսպես ասած փորձեցի թևավորել, կանք հաջորդ թևավոր այսպես ասած հարցին Նիկոլ Փաշինյանը արդեն սա գոնե արտաքին քաղաքական հարցերում էլ մի քիչ փորձենք ձեզ հետ միասին շտկումներ մտցնել կամ խորհուրդներ տալ ոմանց։ Մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյակին նվիրված այդ մեծ զորահանդեսին։ Եվ այստեղից էլ են դարձյալ խոսում պարակտվածության, այսպես ձայները մի մաս ասում է, չէ, մի գնացեք այդ երկիր, մյուս ասում է, չէ, դե պիտի գնաս քաղաքականությունը, դիվանագիտությունը, անկախ նրանից եւ այլն, տվյալ երկիրը եւ տվյալ երկրի ղեկավարությունը քո հանդեպ ինչ ունի, դա նաեւ եւ քո հաղթանակն է եղել, եւ դա քաղաքական քայլ է, որովհետեւ շատ վտանգավոր է եւ այստեղ էլ շատ լուրջ թեզ կա որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ թարացումը մեզ կարող է բերել շատ վտանգավոր արդյունքների։ Եվ մանավանդ, բայց նաև մի այսպիսի բան էլ կա, որ Ուկրաինան երաշխիք չի տվել, որ չի հարվածելու այդ օրը Ռուսաստանին։ Ինչ եք կարծում, էլի մի սադրող մի բան կհարվածի։ Այստեղ մի վտանգ չեք տեսնում, արդյոք կարող է այդ զորահանդեսը, կարող է այնտեղ Փաշինյանի լինելը, պարզապես չգիտեմ ինչ խնդիր դառնա, ինչ կասեք այս մասին։ Բաժանենք խնդիրը։ Այո։ Երկու մասի։ Առաջինը, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, այո, հայկականը շատ մեծ ջանքեր է տապել հաղթանակի համար, եւ հայությունը ընդհանրապես, եւ լավ է արել, լավ ենք արել, մենք պայքարել ենք չարիքի դեմ, մենք այդ չարիքի դեմ պայքարող դաշնությունից ենք, այդ դաշինքից ենք, որպես պետություն ներկայացված չենք եղել, բայց որպես համայնք, որպես հայություն մենք ներկայացված ենք եղել եւ ազնվորեն ու անձնազոհ կռիվ ենք տվել չարիքի դեմ, այդպես ասենք։ Այսինքն մենք հաղթող ենք եւ շատ ճիշտ կլինի, որ մենք դա արձանագրենք մեր մոտ, որովհետեւ մեր տոների մեջ շատ քիչ են հաղթական տոները։
մանավանդ եռատոնն է, չէ՞, նաև դա մեզ համար, թեկուզ եւ Շուշվա հուսանք, ինչպես դուք եք միշտ ասել, Արցախի, այնպես էլ այդ Շուշվա ժամանակավոր կորուստը ամեն դեպքում այդ հպարտության զգացողությունը չկորցնենք, չէ՞։ Այո, իհարկե։ Մենք տեսեք, քանի մայիս ունենք մենք։ Հետաքրքիր է, մայիս Սարդարապետի մայիսը կա։ Առաջին հանրապետությունը։ Այո։ Մայիսը երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ պայքարում մենք հաղթել ենք, հետո բացառիկ բան է դա արժի հիշել, որ մերոնք մտել են Բերլին, այ ազգային դիվիզիան, գիտեք, ազգային պետությունը չի եղել, բայց ազգային դիվիզիան, Հայք նահապետի սերունդը մտել է զենքը ձեռքին, Վոսոխի մայրաքաղաքը, մտել է գենոցիդը կազմակերպող պետության մայրաքաղաքը զենքը ձեռքին, դա հետաքրքիր է մենք մայիս ամսին, էլի մայիսներ, հաջորդ մայիսը Ղարաբաղյան մայիսն էր, Շուշիի մայիսը, այսինքն այդ երեքը մենք կարող ենք ուրիշ ձևեր էլ կարելի է երեք սարքել, մեկի կարող աղջիկն է ծնվել մայիս ամսին ինքը քառատոր կարող է համարել, բայց տեսեք, մայիս ամիսը դեռ նույնիսկ ավարայրը կա մայիս ամսին, այսինքն այս ամիսը պետք է լինի մեզ համար հպարտության, գլուխներս բարձր պահելու ու մենք դա պետք է անենք, ասենք որ մենք հաղթել ենք ավարայրում, հաղթել ենք Սարդարապետում, հաղթել ենք Շուշիում, չէ՞։ Հաղթել ենք Բերլինում։ Բերլինում հաղթել ենք մենք հաղթող ժողովուրդ ենք, այ խնջույքների փշակալվում է, էլի որ Բերլինի պատի տակ այդ Քոչարին եմ տեսնում։ Մեր զոհերը ինչքան արուն ենք տվել։ Չկա մի ընտանիք, որ զոհ տված չլինի։ Ասում եմ, որ չափազանց մեծ բաժին ունենք մենք զոհերի։ Էլի անարդարացի է եղել, էլի զոհվել ենք մենք։ Բայց մտել ենք 15 թվականի գենոցիդը սպոնսոր պետության մայրաքաղաքը զենքը ձեռքներիս։ Ես կարծում եմ, որ արժի նշել, արժի այստեղ Երևանում նշել, գնալ Բերլին, այ հատուկ ձայն հեռախոսով բանով դիվանագետով մեր ասի, որ մենք ուզում ենք այդ Բունդեստագում ելույթ ունենալ։ Այո, Կայզերի թորը ներողություն խնդրել է մեզանից, դուք էլ խնդրեք։ Դուք դեռ ձեր մեղքը չեք արել, բայց կարող են գալ զգացել, որ այլևս երբեք։ Այդ պայմանով գանք ելույթ ունենանք։ Մենք որպես Բերլինը ազատագրող գանք Բերլինում, ասենք, որ մենք ձեզ ազատեցինք նացիզմից, ձեզ էլ ենք ազատել, ոչ միայն մենք ենք մեզ ազատել, այլ ձեզ էլ։ Ես կարծում եմ, որ մենք այդպիսի ամբիցիաներ ունեցող ժողով կարող ենք, ասում մեր դիվիզիան մտել է։ Մենք մտել ենք զենքը ձեռքներիս ազգային դիվիզիա, հենց ազգային, շատ խիստ, շատ դժվար պայմաններում այդպիսի բան չէր, հնարավոր չէր, ատում էին մեզ շատ-շատերը սովետական միությունում, որպես մրցակից, մտել ենք օրինակ Բերլինում նշել, Բրիտանիայում դա նշվեց, բրիտանացիները ճիշտ այնքան զոհ են տվել իմպերիան բրիտանական, ինչքան մենք հայերս, այդքան զոհ ենք տվել, հավասար, Բրիտանիայում կարելի էր մեկին ուղարկել, որ Բրիտանիայում մասնակցի այդ տոնահանդեսին եւ հիշատակի արարողությանը, եթե Մոսկվայում անում են, Մոսկվայում էլ գնայինք, ասենք, որ ձեր կողքին կանգնել ենք ձեր դժբախտության ժամանակ, դուք երբ որ դժբախտ էիք, օգնության կարիք էիք զգում, մենք ձեր կողքը կանգնեցինք, ձեր հետ մտանք Բերլին, մտել ենք Բերլին ձեր հետ, դուք ուր էիք 1915 թվականին, 1918 թվականին, 1920 թվականին, դուք ուր էիք 2020 թվականին, եղբայրներ, քույրեր, ուր էիք դուք, այդ ծրագրով կարելի է գնալ ասել, որ ես կգամ ելույթ եմ ուզում ունենալ, կամ բան եմ կպցնում տրանսպարանտ, ուր էիք դուք, մենք ձեր կողքին կանգնել ենք, մենք ձեզ հետ կիսել ենք ձեր դժբախտությունը և հաղթանակը, բա դուք ինչի եք, մեզ հաղթողին, դուք ինչ եք հրավիրել իր զորքով, այն զորքը, որ մտել է մեր երկիրը, ասպատակել է մեր երկիրը, դուք դրան հրավիրել եք, որ շքերթ անի, դուք նրա դաշնակիցներին էլ եք հրավիրել, ինձ որպես ինչ եք հրավիրում, ես որպես ինչ եմ գալու,
Ես որպես ինչ եմ, որպես հաղթող թե որպես պարտվող, այդ հարցերը որ տա, ես կասեմ ճիշտ է գնալը թե չէ։ Համաձայն եմ, դա էլ պիտի ասվի անպայման ազերիների հետ կապված, այո, իհարկե զոր հաղթող Շուշին գրավող Լեռնային Ղարաբաղը, Նագորնի Ղարաբաղը, մեր Արցախը զավթող ստորաբաժանումները զինված ուժերի շքերթ են անելու։ Նիկոլ ընդեղ որպես ինչ, Նիկոլ Վավայևիչը ընդեղ որպես ինչ է ներկա լինելու։ Ինքը հարցրել է կազմակերպիչներին, ինձ որպես ինչ է հրավիրում։ Նրանց որպես ինչ է հրավիրել։ Ես ձեր ստրատեգիական դաշնակիցն եմ, չէ՞, հազար հատ թուղթ ու բարաթ ունենք, մագաղաթ ունենք իրար հետ գրած, որ նրանք չպետք է գան այստեղ։ Պայմանը դա է եղել։ Այդ Արմյանսկայա օբլաստ։ Երբ որ Պասկևիչը եկել է Երևանի խանություն, նա եկել է մեզ ազատելու, ձեզ որպես դաշնակից ազատելու, որպես ֆորպոստ։ Ֆորպոստը գրավել է, հակառ դուք նրան հրավիրել եք ինչ, որ ինչ։ Տեսնում եք ինչ է, ծրում է հարցը թե չէ։ Ես որպես հաղթող եմ գալիս, թե որպես պարտված։ Ինձ որպես ինչ է հրավիրում։ Ես կուզեի, որ դա արվեր։ Ընդհանրապես այդպես պետք է լինել, ով բերեց Նիկոլ Փաշինյանը, ով բերեց Ռոբերտ Քոչարյանը, ով բերեց Աղասի Խանջյանին։ Այո։ Ինձ դա չի հետաքրքրում։ Ես ուզում եմ, որ ով էլ որ կա, դա մեր շահերի պաշտպանը լինի։ Այս բաժինը վերջացնեմ մի բանով։ Եթե Հայաստանի Հանրապետության շահերը պահանջում են, որ մենք այնտեղ լինենք, պետք է լինենք, որտեղ որ մեր շահերը պահանջում են, մեր հայրենիքը մեզ պարտադրում է լինել այնտեղ, լինել դիրքերում, լինել սահմանի վրա, լինել կոնսերվատորիայում, լինել Բերլինում, զենքը ձեռքներիս կամ առանց զենք, ուրեմն մենք այնտեղ պետք է լինենք, բայց ես ասում եմ, դա մեր շահերից է, բխում թե չէ։ Այո, պետք է գնալ ու այդ հարցն էլ դնել, ճիշտ եք ասում, Պավլո։ Մեր շահերը ոչ թե պետք է գնաս որպես անողնաշար մեկը, այլ պետք է գնաս որպես պետության ներկայացուցիչ, որպես տերության ներկայացուցիչ, գուցե նույնիսկ այդպես։ Մի բառ դնեմ շրջանառության, ուրեմն մրցակցությունը դրեցին, չէ՞։ Բազմաձայնությունը մրցակցության, դա լավ է մրցակցություն, գործառույթ, մյուս ինչ էր գյով գործոն լինել, այո, այստեղ պետք է գործոն լինես, այո։ Շքերթի ժամանակ էլ պետք է գնալ, եթե համաձայնում եք, եւ գործոն լինել։ Նույն Վլադիմիր Վլադիմիրովիչին ասել, որ այ այս սելիկաները ինչ են այստեղ։ Այո։ Շուշին զավթողները մեր Արցախում այո, դրանք ճմրթել են։ Գենոցիդի ենթարկողները։ Իրը գրած պայմանագիրը։ Այո։ Իրը գրած թուղթ ասեց, ես եմ գրել։ Այո։ Չէ, այդ խաղաղապահ թե չգիտեմ ինչ զորք եք ուղարկել, ինչ եղավ, չէ։ Ուրեմն եւ դրան ավելացնենք նաեւ այդ ազգային շահը մեր երկրի, որտեղ որ մենք տեսնում ենք, որ կարող ենք ներկայանալ եւ ներկայացնել մեր երկիրը, այդտեղ մենք պետք է լինենք։ Ես կուզենայի, որ մի բան մենք գտնենք։ Այ հիմա մենք Ես Փաշինյանի անվտանգությունը, պարոն Աշակյան, այդ ուկրաինական ռեալ համարում եք, որ կարող է Ուկրաինան հանգած հարվածի հենց Կրեմլի կենտրոն։ Չէ, տեսեք, տեխնոլոգիաները այդպես չեն անում, նախ այդպես չեն անում, բայց դա շատ խորհրդանշական է։ Մարդիկ հայտարարեցին, ասեցին, քանի որ դուք ռմբակոծել եք մեր խաղաղ զինվորական միջոցառումը բարգեւատրությունների ու իմիջիալոց վրիպել են, կողքի շենքին են կպել։ Ասենք ինչ որ խաղաղ միջոցառում եղել, զինված բան չեղել, ինչ որ մի վաշտ այդտեղ հավաքված է եղել, ներքնահարկում, այդ դրան խփելու ժամանակ խփել են կողքի շենքին։ Ուրեմն, այսինքն թիրախավորում եք անկախ նրանից դա ինչ ֆունկցիա է կատարում, մենք էլ ձեր զորքը հավաքվեց, զինված ուժերը օրինակելի լեգիտիմ թիրախ են։ Ռուսաստանի զինված ուժերը խաղաղ օվկիանոսում, Բալտիկ ծովում, Սև ծովում, իրենց ներքնահարկում, փողոցում։
ոնց է կոչվում այդ փողոցը, որտեղ խփեցին։ Մի խոսքով Մոսկվայի մի քանի գեներալ խփեցին, չէ՞։ Այդ գեներալը օրինական թիրախ է։ Պատերազմը կառավարող գեներալին մենք խփել ենք, ձեզ էլ կխփենք։ Դա ոչ թե հենց նպատակ ունի խփելը, այլ մասնակիցներին կոչ է անում, ասում եմ, որ դուք հանցավոր ագրեսորի կողքին եք կանգնել։ Կա պատերազմի երկու տեսակ, կա ագրեսիվ պատերազմ եւ կա հայրենասիրական պատերազմ, ինքնապաշտպանական պատերազմ։ Այսինքն, եթե օրինակ հենց հիմա մենք եթե պատերազմ սկսենք, մեր պատերազմը ինքնապաշտպանություն է։ Մենք իրավունք ունենք, լեգիտիմ է։ Ադրբեջանի պատերազմը ագրեսիվ պատերազմ է։ Դա 19-րդ դարից սկսած կոնվենցիաներ կան։ Դատապարտելի է, այ դա կմտնի Հագայի դատարան։ Մենք դրանով պետք է զբաղվենք, մտցնենք Հագայի դատարան։ Տեսեք, այ Ուկրաինան դա է անում, ասում է, ես ձեզ զգուշացնում եմ, դուք հանցագործի ագրեսորի կողքին եք կանգնած։ Այդ շքերթը, որին որ դուք մասնակցում եք, դա ագրեսոր բանակի շքերթ է։ Ագրեսոր է, որովհետև եթե այդպես ասում, ուղղակի ուրեմն կարող են լինել հարվածներ եւ կարող են լինել Չեմ կարծում, որ կլինի, որովհետև մի ուրիշ կանոն էլ կա։ Կապիտուլյացիա ստորագրողին չեն խփում։ Դուք գիտեք, բազմաթիվ առիթներ են եղել, օրինակ նացիստական Գերմանիայի ղեկավարությանը ոչնչացնելու, բայց արգելք է եղել։ Դաշնակիցները հակահիտլերյան կոալիցիայի որոշումով թույլ չեն տվել հենց գերմանացիները, հիշենք այդ Վալկիրիան։ Գերմանացիները, այո, Շտաուֆենբերգը, այո, ասացին չխփեք։ Հիտլերին չխփեք, որ կապիտուլյացիան ստորագրի։ Ինքնասպան եղավ վերջում։ Այսինքն կապիտուլյացիան մեկը պետք է ստորագրի։ Ընդհանրապես քաղաքական ղեկավարությանը չեն խփում, թողնում են սուլթանին, թագավորին, իմպերատրին։ Օրինակ Կոստանդնուպոլսի կարգավիճակը առ այսօր արդեն 400 թե 500 տարի է որոշված չի, որտեղ իմպերատորը զոհվել է, կապիտուլյացիան չի ստորագրվել։ Իմպերատորը, որ պետք է ստորագրեր, Սուրբ Սոֆիայի տաճարում զոհվել է։ Ու հատուկ հանձնարարված է եղել այդ գրոհայիներին, որ կապույտ կոշիկներով զինվորականին չսպանել, գերի վերցնել։ Բայց սպանել են։ Ուրեմն դա պարտադիր է։ Իրեն գիտեն քաղաքական ղեկավարության բանկովսկայա կոչված թաղամասը չեն ռմբակոծում, Կրեմլը չեն ռմբակոծում, չի կարելի ռմբակոծել, քաղաքական ղեկավարությանը չի կարելի ռմբակոծել, բայց նրանք Ուկրաինան ասում է ես իրավունք ունեմ ռմբակոծելու ձեզ բանակի հետ, բայց չեմ անի, ես կարծում եմ չի անի։ Կարելի է անանել վիճակ գցել։ Պարոն Աշակյան, շնորհակալություն, որ եկաք, շնորհակալություն, որ ձեր մոտեցումներն ու տեսակետները արտահայտեցիք։ Կարծում եմ էլի կգաք, չէ՞, մեզ մոտ։ Հրավիրեք, սիրով կգամ եւ ես էլ եմ կոչանում մեր ունկնդիրներին, ակնդիրներին, ձեր համար դժվար չի այդ կոչակը սեղմեք։ Մերս օգուտ է զանգակը։ Որ զանգակի մասին էր, դուք այնքան, այսպես ասած, ձեր մտքերի համատեքստում ասեցիք շնորհակալություն, նաև մեր բաժանորդների կողմից էլ շնորհակալություն, որ դուք օգնում եք մեր ալիքի մասսայականացման, այսպես ասեմ, եւ ձեզ հետ միասին թույլ տանք շնորհավորել Եռատոնը, երկրորդ համաշխարհայինում տարած այդ փառահեղ հաղթանակը, համաշխարհային չարիքի դեմ եւ հույս ունենալ, որ մարդկությունը նորանոր հաղթանակներ կտոնի բոլոր տեսակի չարիքների դեմ եւ ամենայն դեպս մենք մոտալուտ ապագայում կունենանք շատ ավելի լավ եւ շատ ավելի բարեկեցիկ, խաղաղ եւ ներդաշնակ աշխարհ։ Մենք մենք լինենք հաղթող։ Այո, մենք էլ որպես հայ ժողովուրդ միանգամայն իրավացի եք լինենք հաղթողների, այսպես ասած, բարի ուժերի կողմից միշտ։ Բարի դրական ուժերի կողմից։ Շնորհակալություն, պարոն Աշակյան։ Շնորհակալություն։
Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր զրուցակիցներ Ազատ Արշակյանը, սիրելի բարեկամներ, Ազատ Արշակյանի հետ միասին խնդրում ենք ձեզ դիմելով այն մեր հարգելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդհանրապես սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Բոլորին ցանկանում եմ լավ մայիսյան գարնանային տրամադրություն, լավ եղեք։